Տիկին Գևորգյան այսօր նախագահականի դիմաց համահայկական ճակատ շարժումը և կուսակցությունը նախաձեռնել է բողոքի ակցիա, կխնդրեմ ակցիային անդրադառնաք, ինչ նախաձեռնություն է և ինչ պահանջով եք այստեղ։ Այսօր մենք այն պահանջով ենք, որ այո համահայկական ճակատ կուսակցությունը, ես որպես կուսակցության խորհրդի անդամ այսօր ստեղ ակցիա ենք կատարելու, որպեսզի որ Դավոսում մեր հարաճանանչ, այսպես ասած, հարահայտ նախագահան այնտեղ շնորհակալություն է խնդրում Ալիևից եւ հարց է. ինչի համար է շնորհակալություն խնդրում նրա համար, որ մենք ունենք զոհեր, 5000 հոգի զոհերը համալրեցինք Եռաբլուրը, որ մենք գերության Բաքվում գտնվում են մեր գերության մեջ գտնվող զինծառայողները, որոնք ոչ մեկ չի անդրադառնում դրա համար է շնորհակալություն հայտնում անհետ կորած զինծառայողների ծնողներին, որ չեն ընդունում դրա համար էր հայտնում, այսօր եկել ենք, որ ասենք ինքը պարտավոր է ծնողներից ներողություն խնդրի, հայցի իր ներողությունը, որ նման արտահայտություն արե Դավոսում։ Հանդիպում նամակ հանձնելու եք նրան, հանդիպում պահանջելու եք նրանից։ Միանշանակ հանդիպումը չեմ կարող ասել, գուցե ծնողները ուզենան հանդիպեն, բայց նամակ հանձնելու ենք, որ սա իսկ նաև ինքը խախտել է սահմանադրությունը, ասում եմ, ինչի համար է շնորհակալություն հայտնում։ Մեր հենց մենակ այդ 5000 համալրվելու համար, Եռաբլուրը որ համալրվեց հենց մենակ դրա համար։ Չէ, մենք նամակը կհանձնենք եւ կսպասենք պատասխան։ Իհարկե հույս չունեմ իրենցից նորմալ պատասխանի, ինչպես միշտ իրանք այսպես փորձում են լղոզեն այդ ամեն ինչը, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ինքը ծնողներից ներողություն խնդրի։ Գոնե գնացել Դավոս Ալիևի հետ էր հանդիպել։ Գոնե բարձրաձայներ մեր գերիները, որ Բաքվում գերիները գտնվում են, իրենց հարցը բարձրաձայնեք, ոչ թե ներողություն, շնորհակալ ենք ամեն ինչի համար։ Ինչի համար։ Հիմնականում խոսվում է խաղաղության մասին և նշում են, որ մենք խաղաղության օրականք ենք առաջ բերել և խաղաղություն ենք բերել հայ ժողովրդին։ Արդյոք այս կերպ է անհրաժեշտ խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ, սա արժանապատիվ խաղաղություն է, հայ ազգի երազած խաղաղությունն է սա։ Իհարկե ոչ, սա իրենց համար է խաղաղությունը, քանի որ իրենց պապան ինչ թելադրում է, նրանք իրենք է անում են, սենց խաղաղություն չկա, ինչն է խաղաղությունը։ Որտեղ ենք մեր խաղաղությունը տեսնում, թե զորքի հետ կապված, թե ժողովրդի հետ, թե ինչ է, խաղաղություն չկա, արդեն հասնում են նրան, որ ադրբեջանցիները Երևան քաղաքում ոնց ուզում են, տենց պտտվում են, դա է քաղաքական իրենց կողմից ներկայացված այդ ամեն ինչը, ես չեմ հավատում ոչինչի։ Խաղաղություն չի հաստատվել։ Բացարձակ չի հաստատվել, դա իրենց համար է հաստատվել, ոնց իրենց պապան թելադրում է։ Մենք խաղաղություն չունենք այսօր։ Մեր խաղաղությունը դեռ կլինի իշխանափոխությունից հետո։ Այսինքն սպասում եք, որ 2026 թվականին Նիկոլ Փաշինյանը չի վերընտրվելու և ում եք տեսնում, դուք մասնակցելու եք։ Մենք մասնակցելու ենք և ես տեսնում եմ մեր ապագա ղեկավար, զինվորական և դա ես տեսնում եմ մեր գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին, մեր շարժման առաջնորդին։ Ինչ է փոխելու նա համակարգությունը։ Հեն որ արդեն ժողովուրդը այ խաղաղ կապրեն իրենք, ունենանք հզոր բանանք, կունենանք մեր բոլոր ուժային ստրուկտուրաները ի վերջո կլինեն այն ստրուկտուրաները, այն ուժային կառույցները, որը ունեցել ենք, եւ լավ եւ վատ իրենց կողմերով թոշակառուն կզգա իր վրա, այդ որ թոշակառուն այդ հարկերից կխուսափեն, ժողովուրդը լավ կապրի, տնտեսությունը կբարձրանա, իհարկե ոչ մի անգամից, դա կամանց է լինելու։